Ինչպես հասկացաք, այս անգամ էլ գնում ենք լուսաբանելու Աճանան գյուղը։ Գյուղ Աճանան հիմնադրվել է 1980-ական թվականներին։ Գտնվում է Ողջի գետի հովտում, ծովի մակերևույթից 800-ից 900 մետր բարձրության վրա։ Կապան քաղաքից հեռու է մոտ 12 կիլոմետր հյուսիս-արևելք։ Գյուղն ունի նաև այլ անվանում՝ Խալաճ, իսկ Աճանան կոչվել է Աճանան բերդի անունով, որը գտնվում է Մեծ Հայքի Սյունյաց աշխարհի Բախկ գավառում։ Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների, Աճանանի մշտական բնակչությունը կազմել է 164, առկա բնակչությունը 152 մարդ։ Գյուղն ունի հրաշալի բնապատկեր։ Մի կողմից կապանատան Թագուհի խուստուփն է, մյուս կողմից Բարգուշատի լեռնաշղթայի գեղեցկուհին՝ Տափասարը։ Գյուղում կա եկեղեցի, որի մասին չենք ուզում խոսել, իսկ շրջակայքում Նեղոց և Տաճատի գյուղատեղիներն են։ Իշտը կարմար բավացրեն։ Очень хорошо. Любой ասիս առաջի տոնը ոնց բացասել բա։ Հա։ Դե անհնարին է գառնիկան նման բանին։ Հավաք այգի կողպետ բանը։ Չէ, կող չէ։ Մինա կավե։ Ալեզնու կշատացնի։ Սեստե նավես ցա։ Հա, հողը քանդա։ Հա։ Ես նավես սարքի, չոտերը բեն վրա ռադի բերես։ Բարև ձեզ, լավ եք։ Հաճ այս է գալիս է մի րոպե։ Եկած եմ տեսնամ Սուզանա, Աճանան գավառը եկվոր թուրքերի վայրագությունների հետևանքով դժոխք էր դարձել։ Շատ վաղուց, դեռևս Կապանի թագավորության ժամանակներից այստեղով անցնում էր բանուկ մի ճանապարհ, որը Բաղաբերդից գալով կտրում էր Աճանան գետը ու գնում Տաթևի կողմերը։ Նմանատիպ պատմությունները մեզ հասել են երկու լուսավոր մարդկանց շնորհիվ՝ Աղամիր Մելիք Աղամիրյան և Սերգեյ Հակոբյան։ Ցելի մեր հետևորդներ անցնում էինք Կատանով, գեղեցիկ մեկ էլ հանդիպեցինք պարոն Հարությունյանին, Լյուդվիգ Հարությունյանին, ով երկար տարիներ աշխատել է Մարզպետարանի կրթության վարչության պետ, եւ ես շատ լավ հիշում եմ իմ մանկության տարիներին, ուրախ ենք, որ այստեղ հանդիպել ենք։ Ինչ կապ կա Աճանան գյուղի հետ։ Աճանանը ես եկել եմ պատահաբար։ Երբ որ Դավիթ գյուղը առաջին հարաբերական շարժման ժամանակ ռմբակոծեցին, ժամանակավորապես մենք պետք է մամայի համար որևէտեղ մամաս ցանկացավ Կապանում քաղաքում ապրել։ Ստիպած այստեղ այս տունը մենք գնեցինք ուրեմն տեղահանված հայերի կողմից, որոնք Բաքվից եկել էին, այստեղ իրանք չհարմարվեցին, վաճառեցին, մենք էլ գնեցինք։ Ու հետագայում արդեն ոնց ասած կապվեցի այս ճիշտ այս Դավիթ չի, մեր պապական տունը կա, տանը հետ ես կապ ունեմ, բայց քանի որ մամայիս ընտրած տեղն էր չցանկացա սա ոչ վաճառեմ, ոչ էլ ստեղ թողնեմ։ Այսօր ես համարյա թե կարգավորել եմ, շենացրել եմ, համել հարմար է, Կապանից 12 կիլոմետր հեռու, ուրեմն այդտեղ առավելությունի գյուղի նկատմամբ ինչու։ Կա գազ, կա ոռոգման ջուր, կա խմելու ջուր, իսկ դա քիչ
պայման չէ, այսինքն այստեղ մնալու, հանգստանալու, ու մենք հիմնականում ամառվա սեզոնին ապրում ենք Աճանանում։ Իսկ ձմեռվա 2-3 ամիսը ապրում ենք Կապանում։ Հողը ինչպիսին է, լավն է։ Հողը այստեղ շատ լավ է, շատ բերի հող է, այստեղ քանի որ զարմանալի բան է, որ այստեղ առաջ թուրքերն էին ապրում, մենք էլ չէինք հասկանում, որ սա ինչ տեղ է։ Ուրեմն այստեղ ամեն ինչ արագ է դառնում։ Արագ է դառնում, որտեղ բերքատու է, բնությունը լավ է, ջուրը կա, եղանակային պայմանները Դավիթ Բեկի համեմատ ավելի այստեղ գարուն ավելի շուտ է գալիս, ձմեռ ավելի ուշ է գալիս, մի խոսքով հարմարությունները շատ լավ են էլի։ Պատկերացնում եք ձեզ առանց այս տարածքի։ Դե ես ընդհանրապես ցանկացած տեղ շատ տեղեր եմ եղել, շատ պայմաններ եմ եղել, բայց ես ոչ ճոխություն եմ սիրում, ոչ մի բան, ես սիրում եմ բնությունը, սիրում եմ, այսինքն հիմա ես ինչքան ծառ եք տեսնում, բայց այդ երկուսը թուրքի տնկած եմ, մնացած բոլոր ծառերը ինքս եմ տնկել, ինքս եմ աճեցնում, ես սիրում եմ բնությունը, սիրում եմ ծառ տնկելը, սիրում եմ այգեգործությունը, բայց կապ չունեմ անասնապահության կամ այլ որևէ բան։ Ու մամայի ժամանակ պահել ենք, հավ ենք պահել, կենդանիներ ենք պահել, բայց հիմա դրա ոչ կարիք ունենք, ոչ մենք կարող ենք պահել։ Ես աշխատասեր անձ եմ, Բալիկ ջան։ Ես ծնունդով Կորնիձորից եմ։ Իմ ավարտելուց հետո մանկավարժական ինստիտուտը ինձ ուղարկում են Բաքու, որ ես այնտեղ հայկական դպրոց կա, նստեք խնդրեմ, որ ես այնտեղ դասավանդեմ։ Ես մնում եմ այնտեղ 38 տարի ապրում եմ, հետո գալիս եմ ստեղ։ Իմ կոոպերատիվ շենք տունը տալիս եմ թուրքերին, ես գալիս եմ գոմը վերցնում, եւ всё։ Դա իմ պատմությունը։ Բայց ես հայրենասեր եմ։ Ես թուրքեր, ուրեմն մեր գյուղն է, մեր գերեզմանը, Արանքումի ձորը, իրանց գերեզմանը, հետո իրանց գյուղը։ Պապա ստեղ մի մարդ է, իմ պապան անասնաբուժ է եղել։ Պապա ստեղ մի մարդ է ճանաչում, ասում է այդ մարդը լավն է։ Մեզ որ թուրքերը կան, մեզ վնաս չեն տալու։ Սուրխայր այդ մարդու անունը, ինքը հպարտանում էր, որ 8 երեխաներին հայերի միջոցով կրթություն է տվել։ Իմ պապան էլ է մահացել, իմ պապան թուրքի գնդակից է մահացել։ Պապաս որ մաքուր թուրքերեն խոսում էր, դե Կորնիձորը սահմանա, չի անդադ գնդակոծում։ Եղբայրս կոմբայն ունի։ Գնում է հնձելու ծորենը, որ չվառեն, էլի ախր կրակում են վառումը։ Դե ծորենի տերն էլ իրանք են, բայց հանձնում են Գորիսի ալարաղացը։ Ասում է պահեք էլի, որ ծորեն ունենանք, դե ապրենք մի կերպ։ Հա, պապաս գնում է, որ տեսնա կոմբայնի վրա կրակել են, թուրքի գնդակը կպնում է հորոս, ձիի վրա նստած։ Հայրիկս էլ չի խոսում։ Ես շատ ծանր եմ տարել իմ հորման։ Ստեղ գործ չտվեցին, վիրավորեցին մեզ, թուրքի մատորներ, ես մեկ, ես հայախոս եմ, չեմ ուզել այդ խոսքերը։ Ես հիմնականում ոչնչով, ես որ եկել եմ, ինձ դաշտում գնացել եմ պամիդոր սացիլ տնկել, թեկուզ բարձրագույն կրթությունով։ Ես չեմ գնալու ասեմ, ես ուրჩուվի եմ մեկին աշխատանքից անեք, իս դրեք։ Արդեն 38 38 համարում եք ձեզ աճանանցի, թե իհարկե։ Ջանա, արի։ Կարեն ձան հեսա ես վերեմ կենում, կրակ վարնեմ, ժնգալավ հասկան։ Հա, շողեր աթոր պեր նստի։ Էդ իմ լեզուն։ Եթե իմ երեխաները ինձ հետ հայերեն չխոսեն, ակաժներ կկտրեն։ Ես մնում եմ հայ։ Սահմանում ապրած մարդը ուրիշ բնավորություն ունենում։ Սահմանը շատ քաղցր բան է։ Եթե դավաճանեցին, կորած է։ Հիմա ես չգիտեմ ոնց է, ինչ է, իմ երեխաները ինձ պահանջում են, որ ես գնամ այնտեղ, բայց ես չեմ ուզում։ Իմ ամուսինս տեղ ահուղարկել, որ մենք այդքան տարիներ միասին երկու երեխաներ պահել, մեծացրել եք, ամեն ինչի հասցրել եք։ Աճանանի բերի գետահովիտը շատերին էր ձգում։ Աճանանցիները միշտ եղել են միասնական, ահա թե ինչու մեծ մասը տեղափոխվում էր այստեղ, բայց հողի կռիվը երբեք չի դադարել։ Օրինակ Մանուչար բեկի եւ Մելիք Աղամիրյանների միջև եղած մեծ բախումը, Աճանան գետի ափամերձ Արգավանդ հողակտորներից սրանոցի արտի համար։ Ամեն տարի, երբ հորդառատ անձրև էր տեղում, գետը դուրս էր գալիս ափերից։ Բնությունը կարծես թե բողոքում էր այդ անվերջ պայքարի համար։ Պայքարից անմասն չի մնացել Սեբաստացի Մուրադը։
Սերգեյ Հակոբյանը գրում է մի խելացի ու բանիմաց աճանանցու մասին, ում կասկածում էին դավաճանության մեջ ու մի գիշերում Վարդանանց Միրզա Ավետիսին, ով գյուղի գրագիրն էր, ճաշկերույթից հետո աղանի հրահանգով հրացանազարկ եղավ։ Հետո շշուկներ տարածեցին, թե պատժվել է կնոջ հանդեպ կոպիտ վերաբերմունքի համար։ Կակվի։ Մանե, նկատել ես, որ այս գյուղում կակաչները շատ են ու Այնքան շատ են, որ շատ բառի չենք կարողանում ասել։ չէ, գիտես, այն ամենասիրուն տեսակի կակաչները կարող եք այս գյուղում գտնել։ Աճանանը պատերազմական շրջանում միշտ եղել է միջանցք, կապող կամուրջ, օրինակ դեպի Տանձավեր գյուղը։ Ասում են, Աճանան գյուղի հարակից տարածքում լազարևները զարկ տվեցին հանքարդյունաբերությանը, բայց երկար չտևեց։ Այս պարմիկներ 7 հատ տեղադրավ գյուղում։ Ես մեր գյուղացի մի ընկեր տայել, որ գյուղավը գնաք, իրանք էլ կա, ցալաֆան, ցալաֆան։ Սա ինչ ծրագրով է։ Բանա, քաջարալ բրինջամոլիդեին տնից։ Հետո վաճառում եք։ Մոլիբդենային կոմբինատներ աջակցում։ Հովանավորները իրանք են իլել։ Հուսով ենք մեզ էլ կհովանավորեն։ Այո։ Թողանեն։ Արամ պապի, հետո վաճառում եք, այս բերքը ինչ ստանում եք դուք Դե տարի էստեղ։ հաջող չիլի, էլ որոշ բան երկու անգամ տարեցինք ծախակ, Հա։ այս քղանը շատ էր էլի, քանդեցինք, բանացինք, վնաս տվեցինք։ Հա։ Այս ակել հիմա հանել եք նոր պեհինք։ Ինչ զրույցմանում հա վնասս տալիս է։ Պապի ինձ հատորնո։ Մեղուներին վնասս տվա, կանաչեղենի վնաս։ Կանաչի վնաս չեմ տե քղանը դուրս այք եկել ծածկել։ Վնասատու ես։ Նա հիմա գնանք նա նայել կան, նա Նանեն վնաս չստված։ նա վնաս չեմ տա, խոտ էր։ Սա ինչ է, մր բարբարավ։ Բարբարավ։ Բանջար, թե պենջեր։ Պենջեր։ Նանան։ Դա Ցելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, մենք գտնվում ենք Աճանան գյուղում եւ գյուղը քաղաքից կարելի ասել ոչնչով չի տարբերվում։ Ճիշտ է, այստեղ բարձրահարկ շենքեր չկան, բայց այս գյուղը ունի ջուր, գազ, տեսնում եք, գազաֆիկացված է, լույս եւ իհարկե գեղեցիկ տեսարան դեպի Խուստուկ։ Ցելի հետևորդներ, գտնվում ենք Աճանանի դպրոցի տարածքում։ Իհարկե դպրոցի մասին ոչինչ չկարողացանք իմանալ աշխատողներից, բայց չենք ընկճվում, համացանցը լիքն է ինֆորմացիայով։ Մենք իհարկե գեղեցիկ կներկայացնենք Աճանանի դպրոցը։ Ի ուրախություն մեզ դպրոցը կառավարության շնորհիվ վերանորոգվել է եւ այսօր աշակերտները սովորում են բարեկեցիկ ու ապահով պայմաններում։ Սակայն ավելին կարելի էր խոսել այս դպրոցի մասին, քանզի մանկությանս վերհուշում շատ եմ լսել Խալաջի միջնակարգ դպրոցի անունը։ Տեղափոխվենք մանուկների աշխարհ։ Տեսնում եք, մենք գտնվում ենք Աճանանում, ես ծանոթացել եմ հենց գյուղում ապրող երեխաների հետ։ Շատ լավ ջերմ ընդունել են երեխեքը մեզ։ Շնորհակալություն երեխեք։ Հիմա ասենց փորձում ենք Աճանանը միասին բացահայտել հենց երեխաների հետ։ Սիրելի մեր հետևորդներ, գտնվում ենք Աճանանի գյուղապետարանի շենքի տարածքում։ Այստեղ նաև գրադարանն է, կա խաղասենյակ, բայց քանի որ այս գյուղի երիտասարդները մի քիչ չարաճճի են, աղջիկներն էլ իրենց հետքերը մաքրելու համար մի քիչ չարչարվում են, հետևաբար այս դուռը փակ են պահել։ Եթե խոստանան, որ խելոք են պահելու, գյուղապետին կխնդրենք կբացի ու կգանք ձեր խաղերին կմասնակցենք։
Ծանոթացեք, Վարսենիկ Մելիք Ստեփանյան, հայուհու բացառիկ կերպար, նա միջոցներ չի խնայել Աճանանի գյուղերի կարիքավորների համար, դպրոցների համար դասագրքեր է ձեռք բերել, օգնել ուսուցիչների։ Ես, Նարինեն, մեկ էլ Եվան գնում ենք մի հատ լավ պապիկի մոտ։ Նարինե, ինչ գիտես այդ պապիկի մասին։ Շատ բարի է, լավն է, միշտ երեխաների հանդեպ շատ լավ է լինում։ Անունը Նաև ինչ է։ մեծերի, Վովա։ Պատմում է Նարինեն, որ հարսը ամեն օր ներքևի տնից ճաշ է Այո։ պատրաստում ու բարձրացնում կիսրայրին։ Հիմա Համ հարսիկն է լավ, համ ինքը։ ըհը։ Ու երկուսն էլ մեր հարևաններն են, շատ լավ ճանաչում ենք։ Եվա հավաստում ես դու դա այդպես է։ Ինձ էլ է շատ սիրում։ Հա։ Տեսնենք այդ ինչ պապիկ է, գնացինք։ Ամեն օր գալիս է հացա։ Ամեն օր։ Բայց օր չկա, գալիս է, մեզ ուրախացնում է։ Ինքն էլ է ուրախանում, շատ լավն է։ Բաբա, պապի, սա երեխեքը քեզ գովում են, խեն այդքան գովում։ Օ, երեխեք ու։ Սե դպրոցի երեխեք, ասում են աշխատասերս, բարի։ Երեխայա սերս։ Բայ, Բաբա, պապի, խեզ Դավիթ Բեկից տեղափոխվածը։ Вообще ես ալեմ Բաքու ծնված։ Հա։ Բայց երեխա ժամանակից 3-4 տարեկանից Դավիթ Բեկում ախը։ Տատիկից, պապիկից կողքենան։ Իսկ իմ աղբերներս Բաքուն ապրա։ Ես աղբերս տոնու փոխանակում արա։ Ինքը հենա Ռուսաստան, հետո Ամերիկա հենա։ Արեստանում մոքքալի ապրում։ Բա ինչով ես զբաղվում։ Ես գործ եմ լանում, մի քան ամիս առաջ մի տարա։ Ինչ էիր աշխատում։ Պահակցում რა։ Դա կինելը կյալը դժվարն է, էլի ծմարն է։ Իսկ գյուղում ինչով եք զբաղվում։ Սա այգում է։ Հողը լավն է։ Այդ հեն չկա, բեն չկա, պարատանիք չկա։ Մենակ եք ապրում։ Հա, Բախե այսքան մաքուր տոնդ։ դե հարցերս կյալում օգնում եմ։ Հա, շատ մաքուր ես, է պահում ամեն ինչդ փայլում է։ Ապրես։ Ասում եմ յուղի տղա է։ Բրավո։ Молодец. Очень старалась. Շուտով կարելի փոխել։ Ժողովուրդ, այս վայրում պետք է մանեն լիներ իր վարդուշիկների հետ, բայց այնքան սիրուն է ես պետք է շարանը։ Գտնվում եմ Վարդուշիկների արքայությունում։ Բարև ձեզ։ Ինչպես է։ Նորմալ ամեն ինչ։ Հա։ Այո։ Ինչ կա չկա։ Բարև ձեզ։ Լավ եք։
Ահա Աճանանը, Գյուղ, որտեղ մանկան ճիչ կա։ գյուղ, որտեղ կյանքը գունավոր է ու հեքիաթային, Փոքրիկ, բայց մեծ պատմությամբ։ բազում ճակատագրերով, սպասումով ու երազանքներով, Գյուղ, որտեղ աղմուկն անգամ երաժշտություն է հյուսում, սիրո ու գարունքի։ ու ամեն արահետ մի տուն է ուղղորդում, որտեղ հողի հետ գյուղացին օրոր է երգում։ Այսպես որ խոտերը հարեն։ Ճախրել եմ ուզում բարձր լանջերին, սյունյաց արծվաբույն իմ քար ժայռերին, ապրել եմ ուզում սարերի հովին, խորհել նրանց հետ ու թիկնել քարին։ Ճախրել եմ ուզում հայրենիք քեզ հետ, իբրև զորավոր արծիվ մի անպարտ, թողնենք դավերի անկումը լինի, թև-թևի տված, սլանանք ազատ։ Ինքը իրան սիրել ու ատալի, ոչ մերն է։ Մեր արդեն շատ ալամ ուզացած էլ։ Լիրա մարեն է։ Ոնց եք հայտնվել։ Մցածա, դες կեցա ռուսական բանակ։ Հա, այնուհետև եկա ավտոնոմական գործարանում աշխատել 10 տարի։ Հետո նորից տարալ հայկական բանակ։ Հետո կռիվը սկսել։ Հա։ 93-ին մասնակցել։ Բատալյոնում մասնակցա։ Սամանը, մեր գործիքներով։ Ասեցիք, որ վերջինը դուք եք լքե Շահումյան բանավա։ Հա, միջև ես տունը սարքել։ Ստե սարքեց է հետո տեղափոխվա, հա։ Դա Դե 2010 10։ հեշտ եք հարմարվել։ Չէ, շատ ուժեղ։ Դու ոնց կարաս հարմարվել։ Չենք հարմարվում։ Այս հեշտ չի։ Բայց հա, Ավելի եմ որ ասում նո 60 քանի տարեկան է ամախոր։ Նո 50 քանի տարեկանում եկան։ Այն մասնակյանքիդ կեսին դա սանսկացրած դա ավելի մտերիմ են, ավելի մոտիկություն ոչ։ բայց ընդեղ կար այդ գազ Չէ, այնտեղ գազ չկա։ Սակայն ես մեկ էլ չեմ հիշում որ գյուղն էր, որ գազի հարմարությունը բանը կա։ Դե ստեղ կա գազը, Հա, ստեղ է որ համ քաղաքի 70 քանի բնակչություն կա։ Սաղ իրար հետ համերաշ, մի ընտանիքի նման։ Իմաստը հիմնականը զբաղվում եք այս բանջարա, հա, բանջարաբուծություն, ճիշտ է։ Դե աղմուկները ունեք, հավը ունեք, դե ամենասիրուն ճագարներն էլ ունեք։ Մեր շատ սիրելի հետևորդներ։ Ինչպես գիտեք, մենք գտնվում ենք Աճանան գյուղում, շրջեցինք, նկարահանեցինք, ծանոթացանք գյուղի երեխաների հետ եւ ծանոթացան Նարինեի, չէ՞։ Եվա։ Նարինե, որ թվին ես եկել Աճանան գյուղ։ Եկել եմ 2023 թվականի վերջերքին, շատ դաժան էր այդ օրը, քանի որ չէի հարմարվում թե դպրոցին, թե գյուղին, թե ընկերներին, չէի կարողանում տանել, եւ մի փոքրիկ դեպք պատմեմ,
թե մենք ոնց ենք մեր ընտանիքը, մենք դուրս եկել Ղարաբաղից։ Մենք դուրս ենք եկել Ղարաբաղից մի մեծ կամազով, քանի որ մենք մեքենա չունենք, մեր գյուղացիները այնպես էին արել, որ մի բանտով դուրս գանք մենք մեր գյուղից, եւ դա այնպես դարավ, որ մենք կամազով դուրս եկանք այնտեղից, ցուրտ ու գիշերներ ենք տարել այնտեղ շատ վատ, փոքր եղբայր ունեն, չգիտեմ ինչ էինք այնտեղ, շատ դաժան էր, քանի որ ոչ ուտելիք կար, ոչ չգիտեմ արդեն բոլորը դուրս էին գալիս այնտեղից, վերջինը այնտեղից դուրս եկել մեր ընտանիքը, ու շատ դաժան այդ ամեն ինչը։ Դու ասեցիր, որ Արցախի Աստղաշեն գյուղից էիր, աստղիկներ էիր փոքրիկ հավաքել, որը որ Ոայ նարինե, այդ են քարի վրա որ աստղիկները կա այդտեղ, ես ունեմ, գիտես, ունես դու, հիմա ես քեզ կնվիրեմ անպայման, գիտես, ես ունեմ։ Ասեց ինքը պահել էր, բայց արդեն այդ դուրս գալու մասը ինքան Ես քեզ խոստանում եմ անպայման 2 հատ նվիրեմ։ Բայց ինքը գիտես ինչա բերել իր հետ։ Միակ հուշը որ կա, է ժամացույցն է ու այս վերջերս է իր պապան սարքե, չէ՞։ Հիմա աշխատում է, սա պինդ կպահես։ Դիգե։ Մենակ չես։ Դու արդեն կարաս մեզ քո ընտանիքի անդամ համարես, հա։ Եվ ուր։ Մանեն։ Նայնա, իսկ հարմարվել ես այստեղին արդեն։ Կիսով չափամ ընկերների հետ, թե բոլորի հետ արդեն հարմարվել եմ։ Իսկ ինչ երազանք ունես։ Հետ գնամ իմ տունը, իմ օջախը ու կարոտս առնեմ։ Գիտեք, ես խի եմ շատ ցանկացել Նարինեի հետ խոսամ, այնքան խելացի է, այնքան սիրուն էր պատմում ամեն ինչի մասին, նաև պատմեց, որ ինչ էր ուզում դառնայիր։ Ուզում էի դառնալ լոգոպեդ, օգնեի այն մարդկանց, երեխաներին, ովքեր որ չեն կարողանում խոսալ, չեմ կարողանում այդքանը տանել, երբ որ տեսնում եմ կողքից մարդիկ այնպես են խոսում, իսկ երբ որ տեսնում եմ այդ երեխաներին, ովքեր որ չեն կարողանում խոսալ, դա մի մեծ ցավ է ինձ համար։ Ուզում դառնամ լոգոպեդ, օգնեմ այդ երեխաներին։ Ես երազում դառնաս։ Բժիշկ։ Բժիշկ, որ ինչ անես։ Որ մեզ բուժի։ Երեխաների բժիշկ ուզում դառնամ, երեխաները որ մի իրար ոտը կամ չգիտեմ ինչը Ծնասում։ ցավի ես գամ իրանց բուժը։ Ոնց է դա ապրում։ Ինչով է դա ապրում կամ Քանի որ այստեղ ունենք մի փոքր ֆինանսական խնդիր, եղբայրս Հայրիկս աշխատում էին գյուղում, ծառերի խնամում ծաղիկներ, այգիներ եւ հենց այդպես են գումարին կազմում։ ապրեժներ։ Եկուսու քաշը մարգրիտա, բրոյի, եկուսու քաշն ալմաստա, բրոյի, Yarchi mitachin herasni iskuyareme bare bareme Yarchi mitachin herasni iskuyareme bare bareme Դեպքում արտադրած առապին Yasamani savita Նարինե, մի հատ ձեր գյուղի էշ պատմությունը պատմելը։ Մեր գյուղ մի հատ
էշլե, քաղաքաց շիկան նկարվետ էշը էքսիոր սատկալա, մարգյուղած կսաղասումն սաղ քաղաքաց կմաղա, որ էշը սատկալա, դե էդ կեշնա գյուղը միակ էշնալ է։ Ես կասեի Ղափանի տարածաշրջանում միակ էշն է։ Չէ, մեկն է խոտանանում կամ Մարգարիտան։ Ջեյրանը։ Ջեյրանը։ Մածալի դա տատի։ Ես այդպես եմ Սրտե չափավ տվածս։ Ես այդպես եմ սիրում։ Մարդ պիտի ուտի հագենա։ Շատ լավն է։ Լավ է։ Դա տատի, որտեղից եք վերում այս սունկը բա։ Սերմա, Հա։ էլի Ռուսաստանում։ Գնում եք գալիս։ Իմ երեխաները ընդեղ են ապրում։ Մեզ ընդեղ տուն ունենք, աղջիկս։ Մանուշակագույն գույնի է, Մենք ապրեցինք այնպես, ինչպես կարողացանք։ Ինչ տվեցինք մեզ կյանք տված այս աշխարհին։ Եվ աշխարհից մեր կառուցած մենք ինչ ստացանք։ Ավել պակաս մի արտասուք շիրմաքարին։ Բայց ապրեցինք այնպես, ինչպես որ ապրեցինք։ Մեզնից հետո մի քիչ շփիտ, մի քիչ էլ սուկ։ Ինչ որ մի կերպ ամենքս էլ վաստակեցինք։ Շիրմաքարին ավել պակաս մի արտասուք։ Եվ սիրեցինք այնպես, ինչպես կարողացանք։ Կամ էլ ասեմ, կարողացանք արդյոք սիրել, թե ուղակի այն, ինչ պետք էր մեզ գողացանք, ափսոսալով ունեցածը մեր նվիրել։